Այո, ավտոմոբիլը հաստիճի։ Ժողովուրդ մայթին կանում ենք, հա, մայթին։ Ավտ մեքենա է գալիս։ Դարեցի իշտ տեղ կրեցեցին, դե ոչ մի բան ցնցուց չի։ Հա, լավ, չի հան։ Լավ չիմանաք ինչ են արել։ Հակաօրինականությունը հասկացան։ Ներկայացնելու ինչպես մայրատորե շահերը, այնպես էլ իր շահերը ներկայացնելու բերել է իմ արտոնագրիս պատճառը եւ ազնագրիս պատճառը, սակայն իսկ որը մեկը ներս չի թողել, չեն թույլատրել, որպեսզի ներկա գտնվեմ խոզարգությանը, ինչպես նաեւ երկրորդ անգամ եմ ներկայացել, խնդրել եմ, որպեսզի փաստաթղթերը տանեն, նայեն, տեսնեն արդյոք պատշաճ չէ, թույլ տան, ասել են, որ ընդհանրապես փաստաթուղթ անգամ չեք վերցնի, ներս չենք մտնի, ոչ մի բան չենք անի։ Եթե օրինական խոզարգություն է կատարվում, ինչու չի կարող անձի փաստաբանը ներկա գտնվել այդ խոզարգությանը, որ օրենքի համաձայն են իրենք մերժել իմ ներկայությունը։ Ես էլ կարող եմ հայտարարել, որ օրինական չի կատարվել այս խոզարգությունը։ Հիմա դուք ինչ եք մտածում։ Դե բնականաբար պետք է արդեն իսկ ներգրավենք, հասկանանք որ մարմինը ով է զբաղվում այս գործով, որովհետև որևէ տեղեկություններ չունենք, մեղածին այնից, որ ազգային անվտանգության ներկայացուցիչները եկել են խոզարգություն կատարել։ Եթե ազգային անվտանգությունն է կատարում քննությունը գործով, ուրեմն պետք է ներգրավեն որպես պաշտպան այդ գործով արդեն եւ համապատասխանաբար բողոքարկեմ եւ խոզարգության արտոնագրությունը եւ եթե հետագայում այդ գործողություններ լինեն նաեւ բողոքարկեմ։ Հասցրեցիք տեսնել ինչպես դուրս եկան։ Չէ, չեմ հասցրել, որովհետեւ ես Արաբոջան երբ որ եկել են այդ ժամանակ եկել ոստիկանության ներկայացուցիչը մուտք գործեց, հայտնեց որ փաստաբան է եկել, մերժեցին ասեցին որ ոչ չի կարող ներկա գնել խոզարգությունից հետո, կներեք խոզարգությունից հետո ես ներկայից պետք է գտնվեմ կամ ինչ պետք է անեմ։ Հաջորդ անգամ ներկայացան նորից փաստաթղթերով, ասի խնդրում եմ փաստաթղթերը տրամադրեք, թող նայեն, տեսնեն որ ես հանդիսանում եմ ներկայացուցիչը Սերբազանի եւ կարող են ներկա գտնվել, ասեցին որ անգամ մենք չենք կարող մուտք գործել, այսինքն ոստիկանություն մնաց ձեր փաստաթղթերը տանենք ներս։ Հիմա նորից փաստաթղթերով եկել եմ, ասում եմ որ արդեն խոզարգությունը ավարտված է, վերջացած է։